ապրում ենք փոփոխությունների դարաշրջանում։ Գիտությունը եւ տեխնիկան այնքան զարգանում են, որ առաջացնում են նորանոր կախվածություններ, արհեստական ինտելեկտը զարգացավ եւ դրանով նոր մարդկանց բերեց կախվածության շերտի արդեն ավելի ինտելեկտուալ մարդկանց, երեխաները չեն կարողանում դիմանալ գաջետների գույնզգույն գայթակղությանը եւ դադարում են սովորել մտածել անգամ եւ կարդալ, եւ այդպես շարունակ մենք կարող ենք թվարկել, տեսնել, որ բժշկության մեջ զարգանում է ապարատային հետազոտությունը, բայց իրականում նույնիսկ հազ չեն կարողանում բուժել, եւ այդպես շարունակ, եւ դրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք անդադար սնկի պես աճող նորանոր իբր թե գաղափարախոսություններ։ Այդպես օրինակ տարաբնույթ կոնֆերանսներ գլոբալ տաքացման դեմ իրականում ավելի դանդաղ են ընթանում, քան էկոլոգիայի վատթարացումը։ Միաժամանակ այդ հատուկ բռնությամբ, ճնշվածությամբ, հենց հատուկ գովերքվող համասրամոլությանը փոխարինելու եկան այդպես կոչված կվադրոպերները, եւ այդպես մենք կարող ենք նորից թվարկել ու տեսնել, որ Մասկը եւ Տրամպը հրապարակայնորեն քննադատում են բոլորին արժեքների աղավաղման մեջ, բայց միաժամանակ փորձում են զավթել ամբողջ աշխարհը, այդ թվում Լուսինը, այդ թվում Մարսը եւ այդպես շարունակ։ Ու այդ ամբողջ ֆոնին շատ դժվար է հասկանալ, իսկ ինչին հավատալ։ Եվ մարդիկ ճնշվում են, մոլորվում են եւ ըստ այդմ հուսահատվում։ Մենք հասկանում ենք դա, բայց օգնությանը մշտապես գալիս են տարաբնույթ արտահայտություններ պատմությունից, այդ թվում մարդկանցից, ովքեր սեփական փորձով կարողացել են նոր գիտելիքներ ձեռք բերել, տալով մեզ հիմք հավատալու նրանց, որպեսզի լույսը երբեք չմարի։ Եվ այդպես տեսնենք, թե ինչ արտահայտություն մենք ունենք այսօր։ Եթե գաղափարախոսությունը կոչված է բերելու երջանկություն, ապա այն պետք է բխի բարի զգացողություններից։ Բերտրան Ռասել, անգլիացի փիլիսոփա, հասարակական գործիչ, մաթեմատիկոս, տրամաբան, բազմաքանակ-քաղաքական հետազոտությունների հեղինակ։ Ստացել է գրականության Նոբելյան մրցանակ, ռացիոնալիստական եւ հումանիստական մտքեր արտահայտող եւ մտքի ազատությունը պաշտպանող իր բազում աշխատությունների համար։ Նրան անվանել են 20-րդ դարի փիլիսոփա։ Մենք կարող ենք համաձայն չլինել շատ բաներում այս արտահայտության հեղինակի հետ, բայց արտահայտությունը ինքնին հիանալի է։ Եվ երբ որ մենք նայում ենք ամբողջ աշխարհին, մենք տեսնում ենք, որ հենց դրանում է հիմքը։ Տեսեք, օրինակ քրիստոնեության մեջ մենք ասում ենք պտուղներով կճանաչենք նրանց, բայց շատ հաճախ մենք հնարավորություն չունենք սпасելու, որ տեսնենք պտուղները, որ ըստ այդմ կարողանանք կողմնորոշվել ում հավատալ, իսկ ում չէ։ Եվ դրա համար մենք ասում ենք այլը, մենք ասում ենք մոտիվացիայով կճանաչես։ Որն է մոտիվացիան այս կամ այն գաղափարախոսության ստեղծման եւ տարածման։ Որն է մոտիվացիան այս կամ այն արարքի անգամ։ Եվ դրանով մենք կարող ենք դատել։ Եվ այս նույն արտահայտությունը եւս դրա մասին է, եթե հիմքում բարի մտադրություններ են, եթե հիմքում իրոք բարի զգացողություններ են, ապա ճանապարհը շանս կունենա, որ կտանի իրոք դեպի երջանկություն։ Եվ այդպես դա աշխատում է բոլոր մակարդակներում, անգամ ամենափոքր տեղերում մեր կյանքի։ Բայց երբ որ մենք փորձում ենք վերադառնալ Հայաստանի, ապա մենք տեսնում ենք եւս նույնը։ Մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհում այդ տարաբնույթ խոսակցություններից զատ մեր երկրում այժմ փորձում են շատախոսել իբր թե խաղաղության մասին, դաժան զիջումներով հանդերձ, ու մենք տեսնում ենք հենց այս արտահայտության կիրառումը։ Եթե հիմքում լինեին բարի զգացողություններ, բարի մտադրություններ, ապա հնարավոր է, որ մենք քննարկեինք ու կլսեինք զարգացման հնարավորությունը, բայց մենք տեսնում ենք, որ այս ամբողջ խոսակցությունների, այս իբր թե նոր գաղափարախոսությունների հիմքում չկա եւ ոչ մի բարի զգացողություն, եւ ոչ մի բարի մտադրություն, չկա հայրենասիրություն, չկա հայրենիքի հանդեպ պատասխանատվություն, չկա հայոց նախնյաց հպարտություն եւ չկա
պարզ բան, սեր յուրաքանչյուր շնչող էակի հանդեպ։ Եվ ըստ այդմ մենք կարող ենք եզրակացնել, այս ամբողջը ինչ որ ասում են մեր իշխանությունները, սուտ է եւ տանում է միայն կործանման։ Եվ դրա համար եկեք երջանկության ձգտումների մեջ ղեկավարվենք մշտապես միայն բարի զգացողություններով եւ ունենանք միայն բարի մտադրություններ, որպեսզի լույսը երբեք չմարի։